Հարցին պատասխանեմ գերեների կապված մասնիկան։ Ուրեմն ամենակարևորը ես ասեմ, հիմնական ցանկացած մարդ, հայ, ղեկավար, պատասխանատու կամ Հայաստանի բնակչի համար գերիները դա գիշերները նորմալ չէ, որտեղ դա մեր պատվի խնդիրն է, մեր ազանապատվության խնդիրն է։ Ինչքան էլ ուզում ես մեծ խոսի, բայց տակը որ դու նայում ես, կամ քո զինվորները, կամ քո նախագահները, գեներալները, նախարարները, որ այնտեղ են, դարձել միքսիկյան դու ոչ իման ոչ կարած գլուխը պատվով կայս կամ ասես, պետք է հապսով զբաղվես։ Ցանկացած սիրելի լրագրողներ, լուծում ունի, չլուծող խնդիր աշխարհում չկա, դա ասել են մեկ անգամ ևս ասեմ։ Հարկավոր է զբաղվել, հարկավոր է դիմել, այո, պետք է ասենք թե Ալեքսանդր Գրիգորովիչին է, Լուկաշենկոին է դիմել, Վլադիմիր Վլադիմիրովիչին է դիմել, Տրամպին է դիմել, Մակրոնին է դիմել, չկա խնդիր, որ լուծում չունենա։ Այսինքն չզբաղելն է, կամ դատարկ խոսելը, կամ չկարողանալ այդ ծանրության տակ մտնել։ Հարց չկա, լուծում չունենա։ Հարկավոր է զբաղվել, հարցը կարգավորել, դիմելով, դա միջնորդով կլինի, չգիտեմ ինչը ոնց կլինի, եթե մենք գնում ենք խաղաղության, եթե մենք գնում ենք զիջումների, եթե մենք անգլավներ ենք տալիս։ Չէ Ադրբեջանից մի հոգի մեզ մոտ չկա, մենք սաղ տվել ենք, բայց միրով կնդել է, ես կանեմ ասել, կարան մի հատ լրագրող ինձ բացատրի, դարդարացի մոտեցում է, հա, ուրեք հարցի քեզ եմ տա, դարդարացի է։ Եթե մենք փակել ենք արդեն եղբայրություն, ճանապարհ ենք բացել, մենք բենզին ենք բերում, ցորեն ենք բերում, եղբայրություն, սահմանները դա, բայց եթե տեսնում այդ հարցերը պետք է փակված լինել, ես այն անգամ էլ ասեցի։ Եթե այսօր կա խաղաղություն, ստորագրած, երաշխավորած խաղաղություն, դու այդ թուղթը ներկայացնի հանրությանը, ժողովրդին, լրագրողներին։ Ես ասեմ, եթե կա, ես ներողություն խնդրեմ, ասեմ, տես կա, ես չեմ իմացել, որ երաշխավորած խաղաղություն կա, որ եթե Ալիևից ստորագրած է, որ ինչ որ կա բոլոր այս տարածքների ամեն մեկը մեկինն է, ով որ նրա խուժը մեր տարածք հետ է գնալու, լիարժեք ձեր ձեռեն տալու ու իրար հետ համագործակցելով որպես հարևան պետություններ ինչ եղել անցածին։ Ես կհասկանամ, բայց որ այս վիճակով դա չի կարող երաշխավորած խաղաղություն լինի, որ խաղաղությունը մենք արդեն ձեռք ենք բերել, չկա չխաղ։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած խաղաղություն, որ այ հիմա որ ես ասում էի Պակիստանը, հիշեք թե որ ասի թեկուզ թողածեն Չինաստան, Պակիստան, Հնդկաստան, Ամերիկա, Պակիստանն եք ասում, այսօր Պակիստանը Ամերիկայի հետ միասին, որը հանդես է գալի միջնորդ, որ ասենք թե թուղթ ստորագրեն Պարսկաստանը, ճիշտ է, տեղակ եք թե տեղակ չեն։ Պակիստանի հետ մենք Հայաստանը դիվանագիտական թուղթ ունի ստորագրած, եղբայր ես օդի մեջ բաներ չեմ ասում, նայելով, հասկանալով, պատկերացնելով, որ լիարժեք ամեն ինչը լուծում ունի, եթե զբաղվող կա, հետևող կա, կապ ունեցող կա, ծանոթություն ունեցող կա, շրջապատ ունեցող կա, որ կարողանան բանակցեն, հարցերը կարգավորեն։ Եթե այսօր Իրանն ու Ամերիկան կարող են անկյուններ գտնել, կազմակերպել, բանակցել ընդհանուր հայտարարի գալ, ոնց կարող ենք չկարողանանք մեր գերիների հարցը կարգավորել։